Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 5 Երանի թե իմ ժողովուրդը ինձի լսեր ու Իսրայելը իմ ճանապարհով քայլեր։ Սաղմոս 81-րդ գլուխ 13-րդ խոսք։ Շատերը անտեղյակ են այն տարբեր եղանակներին եւ աստիճաններին, որոնցով Աստված գործում է իր ժողովրդի կյանքում։ Այդ անտեղյակությունը մեծապես մթագնում է նրանց ճանաչողությունը եւ խոչընդոտում, որ նրանք հստակ տեսնեն իրենց հարաբերությունն ու պատկանելիությունն Աստծուն։ Այս անտեղյակությունը հիմնականում դրսևորվում է 3 ձևով։ Նախ, մարդիկ չեն ճանաչում այն տարբեր աստիճաններն ու եղանակները, որոնցով Աստծո օրենքը սովորաբար գործում է մարդու սրտում, ինչպես նաև այն տարբեր ճանապարհները, որոնցով Տերը մարդկանց առաջին անգամ բերում է դեպի Քրիստոսը։ Նրանք չեն նկատում, որ յուրաքանչյուրի փորձառությունը տարբեր է։ Օրինակ, բանտապետը երկար չմնաց մեղքի ծանրության ու դատապարտության զգացման մեջ, մինչդեռ Պողոսը 3 օր մնաց սպասման եւ ներքին պայքարի մեջ, իսկ Զաքեոսը գրեթե անմիջապես ընդունեց Տիրոջը։ Նրանք անտեղյակ են կամ առնվազն չեն խորհում այն մասին, թե որքան տարբեր կարող են լինել սրբացման աստիճանները հավատացյալների կյանքում։ Ոմանց մեջ սրբության պտուղները մարդկանց առաջ դրսևորվում են գեղեցիկ եւ պատվաբեր կերպով, մինչդեռ ուրիշների կյանքում դրանք դեռևս ստվերված են բազմաթիվ թերություններով եւ անկատարություններով։ Ոմանք իրենց վարքով անարատ են եւ մեծապես զերծ են ծանր մեղքերից ու բացահայտ անկումներից, իրենց հավատքի վկայությունը գեղեցկացնելով, ինչպես Հոբն ու Զաքարիան։ Այդպիսի մարդկանց մասին Սուրբ Գիրքն ասում է, որ նրանք կատարյալ եւ ուղեղ էին, Աստծուց վախեցող եւ չարից հեռացող, ինչպես նաեւ Աստծո առաջին արդար էին եւ Տիրոջ բոլոր պատվիրանքներում եւ իրավունքներում գնում էին անարատ։ Ղուկաս 1:6 խոսք։ Մյուսները, սակայն, ենթարկվել են ծանր եւ ցավալի անկումների, ինչպես Սողոմոնը, Ասան եւ ուրիշները։ Երրորդ, մարդիկ անտեղյակ են Աստծո ներկայության տարբեր դրսևորումներին եւ այն բազմազան կերպերին, որոնցով նա հայտնում է իր երեսի լույսն ու իր ներկայությունը իր ժողովրդի կյանքում։ Ոմանք շատ են ընթանում Աստծո երեսի լույսի մեջ եւ վայելում են նրա հետ կենդանի ու զգալի հաղորդակցություն, ինչպես Դավիթը, իսկ ուրիշները, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, իրենց ամբողջ կյանքում մահվան վախի պատճառով ստրկության մեջ են մնում։ Անշուշտ, մարդկանց անտեղյակությունն այն տարբեր եղանակների վերաբերյալ, որոնցով Աստված գործում եւ առաջնորդում է իր ժողովրդին, մեծապես մթագնում է նրանց վստահությունը, որ իրենք պատկանում են նրան։ Պատճառն այն է, որ նրանք հաճախ սահմանափակում են Տիրոջ գործելակերպը, կարծելով, թե նա գործում է միայն մեկ ձևով, մինչդեռ Աստված երբեք իրեն չի կապում մեկ ճանապարհի կամ մեկ եղանակի հետ։